Բարև ձեզ, հրապարակի հյուրն է Նահապետ Սարգսյանը։ Նահապետին շատերը կհիշեք Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայից, որի ժամանակ փորձում էր ճաղավանդակների վրա էր կառչել եւ փորձում էր բացել Արցախի ներկայացուցչության դուռը։ Այսօր կզրուցենք իրենց գործունեության հետագա անելիքների եւ նրանք հանդիպում են ունեցել Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ Արցախի ներդրումային հիմնադրամի թալանը վերադարձնելու սպասելիքով։ Նահապետ, շնորհակալ եմ մեր հյուրը լինելու համար։ Մենք ենք շնորհակալ, ողջունում ենք ձեզ։ Նախ երևի անդրադառնանք Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցածին, ինչ եք ուզում անել։ Արցախի ներկայացուցչության դիմաց մենք ինչ ուզում էինք անեինք տեղում բարձրաձայնեցինք, միտքը այն էր, որ հանդիպում նախագահի հետ, ավելի կոնկրետ պահանջը այն էր, որ Շահրամանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեր իր գործունեությունը որպես Արցախի հանրապետության նախագահ, որպես մեր առաջնորդ, որպես մեր ներկայացուցիչ, ինչ ժողովուրդը ինչ սպասելիքներ ունի եւ ինքը ինչ է անում այդ սպասելիքների ֆոնին, այսինքն ժողովուրդը հելնում էր այդ ֆոնին մենք տեսանք, որ նախանցած ամսի 29-ին ժողովուրդը ելան հանրապետության հրապարակ, հանրահավաքի մասին է խոսքը։ Այո, ժողովուրդը ելան հանրապետության հրապարակ եւ իրենց խնդիրը բարձրաձայնեցին ՀՀ կառավարությանը, որպեսզի իրանց սոցիալական վիճակը ներկայացնեն կառավարությանը, հարցերի համար պատասխաններ ակնկալելով, եւ մենք նկատեցինք, որ այդ ժամանակ Արցախի հանրապետության նախագահը ներկա չէր հանրահավաքին, ամենագլխից պահանջերն էր, որ խիչ չի ներկա եւ պատճառը որն է։ Ու մենք պատասխանը լսեցինք Շահրամանյանից, ճիշտ է, չբավարարվեցինք, բայց ինքը մեզ խոստացավ, որ հետ այսօր ժողովրդի հետ կլինի եւ այն ինչը որ մենք ներկայացրեցինք, որ ինչ պահանջով եկել ենք, ասաց, որ մենք բոլորս համամիտ ենք եւ այսուհետ կշարունակենք ձերից ներկայացրած տարբերակով, այսինքն ոչ թե թելադրողի կարգավիճակ վերցրեցինք կամ եսի ինչ, այլ ուղղակի խոսալու ընթացքում, մտքերի փոխանակման ընթացքում եկանք այն եզրահանգմանը, որ ճիշտ տարբերակը էդի է, պետքա կանգնել, եթե իրականում մենք ունենք առաջնորդ, ինքը պետք է լինի ժողովրդի կողքին, ոչ թե կողքին, այլ նույնիսկ ժողովրդի բոլոր խնդիրները, թե սոցիալական, թե իրավաբանական, սա ամեն ինչ կա, բարձրաձայնողը ինքը պետք է լինի իր աշխատակազմով եւ իմ կարծիքով հասկացաք։ Այդ օրը տարբեր անձինք տարբեր սպասելիքներով եւ պահանջներով էին եկել ներկայացուցչության դիմաց, օրինակ այնինչ որ դուք հիմա ասում եք, թերևս միայն դուք եք այդ պահանջով եկել, որովհետեւ Արթուր Օսիպյանը օրինակ ասում էր, որ որտեղ է Արցախի ներդրումային հիմնադրամի գումարները, ինքը ունի 40 հոգու տվյալներ, որոնց միջև այդ գումարները բաժանվել են եւ թալանվել է։ Ինչ հիմնավորումներ կան սրան։ Ուրեմն, սենց ասեմ, մենք էլ ենք այդ նույն պահանջին համամիտ, որովհետև այդ պահանջը մենք ենք ներկայացրել, ես անցած հարցազրույցի ժամանակ ասեցի, որ Արթուր Օսիպյանին անձամբ ես եմ հրավիրել, որպեսզի այդ ամեն ինչը ներկայացնի, իր գիտելիքի հետ կապված, իր հետ բարձրաձայնելու հետ կապված, Արցախում էլ ինքը այդ տվյալ հարցերը բարձրաձայնում էր, համենայն դեպս ամենաշատը ինքն էր դրանից խոսում եւ սենց ասեմ, մենք իրան հրավիրելով ինքն բարձրաձայնեց մեր հարցերը, որը որ իրականում այն գլխից մենք իրան ներկայացրեցինք եւ ասացինք, որ սենց է, իսկ 40-ի մասով 40 հոգու մասի չի խոսքը, 48, ես ինչքան հիշում եմ 48 շեշտեց, իսկ այդ տվյալների մասով այսօր մենք հանդիպում ունեցանք եւ հեսա կներկայացնենք, թե հանդիպման ընթացքում ինչ պատասխաններ ստացանք եւ իսկ հնարավոր չէ ավելի նորմալ պայմաններում հանդիպում ունենալ Սամվել Շահրամանյանի հետ, նախկինում չէիք դիմել, թե մերժվել էիք։ Դիմել ենք, ուղղակի մենք որ առաջ օրը որ ասացինք, որ գալու ենք, ճիշտ է, իրան անձամբ չասեցինք, բայց մենք տեղյակ էինք, որ ներքին կարգով ինքը տեղյակ է մեր գնալու մասին, իսկ որ գնացինք, տեսանք, որ դռները փակ է, էդի համենայն դեպս ինձ որ դուր չեկավ եւ այդ ամենից էլ սկսվեց այդ տվյալ process-ը, որը որ հետո դե մարդիկ կային արտահայտվում էին, դե 10-15 հոգի եկել, մարդը ասում եք ժողովուրդ եք, էս եկենեք։ Դռները ինչու են փակել, վախենում էին ձեզնից։ Դե այդ տվյալ հարցերի պատասխանները իրանք կտան, դուք տեսաք, որ դռները
բացվեց ընդհանուր մենք մտանք ներս եւ ես ինքս որոշեցի մենք ավելի շուտ այդ տվյալ 10 հոգիս որ մտանք այդ մարտիկը որոշեցինք որ պետքա դուրս գանք եւ կայնենք ժողովրդի կողքից խոսանք բայց դա արդեն հաջորդ օրվան էր վերաբերում իսկ ինչը վերաբերում է թե ավելի լավ ֆորմատով, ավելի նորմալ ֆորմատով հանդիպումը մենք նես չի որ չենք հանդիպել, երբ էլ ցանկացել ենք Շահրամանյանի այդ հանդիպումը եղել է, չի եղել տես դեպք որ ուզենանք հանդիպենք ու ինքը ուղղակի ինձ կար հարցեր, որը որ կապված էր ազնականի հետ Ձեզ էլ են, հա, մեղադրանք ասեմ, հա, երևի, որ դուք էլ եք ստացել Արցախի ներդրումային հիմնադրամից գումարներ եւ լեգիտիմ իրավունք չունեք գալ եւ Արցախի ներկայացուցչության դիմաց պահանջել, որպեսի այդ թալանը հայտնաբերեն։ Ուրեմն ես հանդիպումից հետո, չգիտեմ կհիշեք թե չէ, ես հանդիպումից հետո որ հաջորդ օրը իր հետ արդեն փակ հանդիպումից հետո որ հելանք ես մեկնաբանեցի ուրեմն ինձ չունեմ ընդհանրապես պետության որևիցե միտեղից բանկից հիմնադրամից որևիցե նախարարությունից օգտված այսինքն այդ վարկի տեսքով ոչ մի բան չունեմ ընդհանրապես վերցրած ես դա պատասխանատու ձևով հայտարարում եմ իսկ ով էլ որ ասում է ասենք ընդ ասում են ինչ որ 60 միլիոն մեղվաբուծության համար բան չգիտեմ կարող ասենք ինչ որ մարդու հետ են շփոթել ինչ են արել ոնց են արել են նախանցած անգամ ասեցի որ կա Վիտալի Բալասանյանի հետ են շփոթել ես իրան գիտեմ որտես 60 միլիոնով մեղվաբուծության համար իր հետ էլ ընդհանրապես առնչություն չունեմ ու սենց ասեմ իմ հետ կապված ես ընդհակառակը շեշտեցի նաև ներկայացուցչության դիմացից մի 6 անգամ այդ իրանց ասած գումարը ինչ որ 15 միլիոնի մասի են նորից խոսացել մի 6 անգամ 15 անեք այդքան մենակ քաղաքաշինության նախարարությունից իմ կազմակերպությանը պարտք էին մնացել բայց այսօր քանի որ մեր պետությունը չկա ես դրան ոչ անդրադարձա ոչ խոսացի ոչ ես ոչ եմ այսինքն Իսկ դեռ մի բան ձեզ են պարտք այո կարակ նորից եմ ասում ես հաջորդ օրը փակ հանդիպումից հետո որ հելա լրագրողների դիմաց կայնած պատասխանատու ձևով հայտարարեցի որ եթե այսօր ՀՀ դատախազությունը քննչական կոմիտեն ունեն տվյալ նյութերը թե ներդրումային հիմնադրամի թե նախարարությունների թող հրապարակեն ինձ կոնկրետ իմ կազմակերպությունը ԵՌՆԱՍՊ-ն էր թող մի հատ հրապարակեն ես ինչ ունեմ վերցրած ինչ ունեն ինձի որ պարտք են իրան կազմակերպությանը որ պարտք էին այդից արդեն ժողովրդին լրիվ հասկանալի կլինի իսկ իմ մասով ես նորից եմ ասում պատասխանատու ձևով հայտարարում եմ ինձ ընդհանրապես Արցախի հանրապետության որևիցե կառույցի դիմաց պահանջ ունեմ պարտք չունեմ կներեք Շատերը կարծում են որ Արցախի ներկայացուցչության դիմաց առհասարակ Սամվել Շահրամանյանի դեմ ընթացող այս process-ների հետևում կանգնած է Սամվել Բաբայանը Դուք եւ Արթուր Օսիպյանը ինչ առնչություն ունեք իր հետ Արթուր Օսիպյանը ես ինչքան տեղյակ եմ մենք դաժե խոսացել ենք այդ մասով Արթուր Օսիպյանը ընդհանրապես կապ չունի ոնց որ չի էլ ուզում ընդհանրապես ունեցած ունենա ես տենց գիտեմ նո այդ հարցին կարա ավելի ստույգ պատասխանի հենց ինքը Արթուր Օսիպյանը բայց իմ մասով ասեմ որ ես ընդհանրապես Բաբայան Սամվելի հետ կապ չունեմ չեմ ունեցել ընդհանրապես ասենք ոչ մի քննարկում ոչ մի հարց պատասխան մեր մեջ չի եղել եւ որ ճիշտն ասեմ չեմ էլ տենում էդի Որպես Արցախի պաշտպանության բանակի գեներալ Սամվել Բաբանի վարքագիծը եւ կեցվածքը այսօր ձեզ համար ընդունելի է Այսօրվա իր կեցվածքի մասին ու առհասարակ ես իրան մեր 90-ականների մեր ամեն մի տեսածը մեր պատմությանը լավ տեղյակ լինելով ես նույնիսկ չեմ ուզում էլի որ ասենք անդրադառնամ իր այսօրվա կեցվածքին կամ ինչ իր արածը մեր պետության հանդեպ ասենք պակաս չի ու ոչ թե պակաս չի մի բան էլ ավել այն մարդիկ ովքեր որ ասենք կներկայացնեն ոնց էլ չնի ասենք սաղս էլ տեղյակ ենք թե 90-ականներին ինքը ինչ սիտուացիոն երկրի բանակի ղեկավարումը վերցրեց իր ձեռը եւ մենք ինչ արդյունքի հասանք Մերեկը ես չվերլուծեմ այդ ամենը որովհետեւ ես 94 թվից ծնված եմ Հարավային թևի պաշտպանությունը 44-օրյա պատերազմի ժամանակ դրված էր Սամվել Բաբայանի վրա ինչպես եղավ որ Հադրութը հանձնվեց եւ այդ հատվածի մնացած մեր հայրենիքի հողերը Անվտանգության առումով նորից եմ ասում ես չեմ կարող մեկնաբանել որովհետեւ ես ինքս այդ բանին եղել եմ մարտական դիրքում որը որ Մարտունի երկրորդի պաշտպանական շրջանը Հադրութի ձախ թևն է բայց
Այն որ ասենք ասեկոսություններ կային, որ կազմակերպվել էր հակահարձակում եւ մենք այդ փուլում իրականում տուժեցինք, այդ իրականությունն է, բայց կարամ այսքանով եզրափակեմ այդ թեման, որովհետեւ նորից եմ ասում, ես անվտանգային առումով չեմ կարող ներկայացնեմ ընդհանուր։ Գիտեք, որ նաև հնչում են մեղադրանքներ արցախցիների հասցեին, թե պատերազմի ժամանակ փախել են, օրինակ Խաչատուր Սուքիասյանը ասում է մի 10-15 հոգի են զոհվել, ինչպես կարձագանքեք որպես արցախցի։ Մինչև իմ արձագանքելը Խաչատուր Սուքիասյանը արդեն արձագանքեց, ասեց որ ներողություն խնդրեց ընդհանուր ժողովրդից տվյալ արտահայտության համար, ասում է իբր թիվն եմ շփոթել, ինչ եմ արել, ես ասենք այդ խոսքերին չեմ հավատում, հետո էլ ասենք sense մի խնդիր կա, այդ ասողները երբևիցե Արցախի այդ ռազմաճակատում ոչ եղել են, ոչ իրանց, ես չեմ էլ պատկերացնում որ կարան լինեն դաժե, իրանք ընդունակ չեն դրան, որովհետև եթե մի փոքր անգամ այդ ուղին անցած ունենան իրանք կյանքում չեն կարա այդ ձևի արտահայտվեն կամ արցախցուն վիրավոր են կամ ասեն արցախցին չի կռվել, փախել է եւ այլն, ասենքն ես իրանց չեմ տենում, ռազմական որևիցե հարցի շուրջ նույնիսկ անվտանգության խորհրդի նիստ կլինի, ինչ կլինի, չգիտեմ, ասենք այդ մարդկանց չեմ էլ ուզում տենալ որևիցե սեղանի շուրջ, որովհետեւ իրանք իրականում չունեն այդ ունակությունը, որը ասենք վերաբերում է ռազմական դրության կամ ռազմական պայմաններում որևիցե մի հատ որոշում կայացնելուն, իրանք ունակ չեն դրան ռազմական։ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ ասում էր որևէ մեկը չկասկածի իմ հրամանատարական ունակությունների վրա։ Արդարացրեց իրեն։ Մենք շեշտեմ նորից ես ոչ մեկին այս բարեդորությամբ չեմ տենում, որ ռազմական որևիցե դրությունը որևիցե մեկը իրան արդարացրել է։ Նախկին ղեկավարների մեջ որևէ մեկին չեք տեսնում։ Նախկին ղեկավարների մեջ կան շատ-շատերը, ովքեր որ հաղթանակ են պարգևել հայկական աշխարհին, Արցախ աշխարհին, Արցախ են ազատագրել, ադրբեջանցիներին քշել մինչև Արաքսի, ափից էլ են կողմ։ Այս իշխանությունն ասում է տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է։ Այն ով որ արտահայտում է որ Արցախը Ադրբեջանն է, ինքը մեր համար մեկ թշնամի է, դա ընդհանրապես քննարկման ենթակա չի, բայց ինչը վերաբերում է տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, այս մեկ այդ ամեն մարդ ով ոնց արտահայտվել է, այդ տվյալ պատասխանը ստացել է։ Նահապետ, նաև կարծիքներ կա, այսինքն իշխանական թևն է պնդում, որ նաև իրենց հետևորդները, որ Նիկոլ Փաշինյանը ինչ աներ, Արցախը ծախված էր, նախկիններն էին ծախել։ Ես տվյալ դիվանագիտական հարց է, ասինքն չեմ կարող վերլուծեմ դա, թե ծախել են, թե չեն ծախել, իմ համար փաստը մնում այն, ինչ որ ես ապրել եմ, տեսել եմ։ Այսինքն ապրել եք մի Արցախում, որտեղ բնակվել են արցախցիներ, իսկ հիմա ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն հիմա այնտեղ ադրբեջանցիներ են։ Այո։ Եվ այսինքն եթե ծախված լիներ Արցախը, եթե Արցախը ծախված է, այս սիտուացիան կլիներ էլի։ Արդեն դուք այնտեղ չէիք կարողանա ապրեիք, եթե ծախված լիներ։ Այո։ Ձեզ գոհացնում է Արցախի քաղաքական ղեկավարության այսօրվա կեցվածքը եւ դուք ըստ էության համարում եք, որ Արցախ գոյություն ունի, քանի որ ըստ Սամվել Շահրամանյանի մենք չենք տեսել լուծարման փաստաթուղթը եւ քանի որ Արցախի ինստիտուտները կան, հետեւաբար Արցախը կա։ Այսօրվա Արցախի Հանրապետության իշխանությունները բառեզբուն իմաստով ես իրանց տենում եմ, որ անգործության են մատնված, թե հնարավորությունները չունեն, թե լծակներն լրիվ դադարեցված, այդ ամեն հարցի շուրջ մենք խոսացինք քննարկումներ, այսինքն Արցախի Հանրապետության նախագահն հենց ներկայացնում, որ այս ամեն ինչը իրանցից չի կախված, իրանց արտոնություն չունեն, ստե որևիցե մի հատ գործունեություն ծավալելու, ուղղակի ուզում են փրկեն այն ինչ որ կա, այսինքն պահեն մի հատ Արցախը ներկայացնող օղակ, որտեղ որ մարդիկ կգնան, իրանց միտքը, իրանց գաղափարները կարտահայտվեն եւ քննարկումները կլինի։ Արցախի ներկայացուցչության շենքը նկատի ունեք, Այո, որը այս պահին որոշ տեղեկություններով գրավ է դրվել, չէ՞։ Ինչքան գիտեմ, Ռոման Երիցյանը Արցախի մեր փաստաբաններից մեր ընկերն է, նոր հրապարակում կատարեց, որ ինքը դիմել է եւ ստացել է նոտարական գրավանից ստացել է պատասխանը, որ Արցախի ներկայացությունը գրավադրված չի
կարող է եղել է անցած տարիների ընթացքում, բայց այս պահի դրությամբ կոնկրետ ներկայացության շենքը գրավադրված չի։ Բայց երբ բողոքի ակցիայի անում, դուք այդ կարծիքին եք եւ նաեւ պնդումներ ունեիք, չէ՞։ Մենք բոլորս գիտենք, նույնիսկ նախագահն էր այդպես իմանում, որովհետև մենք մի քանի անգամ արտահայտվեցինք, որ շենքը գրավադրված է, շենքը գրավադրված է, ու մեզ ոչ մեկ, ասենք, նույնիսկ նախագահան չասեց, որ դա տենց չի։ Այս վերջում էլ մենք ունեցանք հանդիպում եւ այդ հանդիպման ընթացքում պարզվեց, որ իրանք էլ չիմանալով ուզեցան, որպեսզի հարցում անեն ու պատասխանը իմանան։ Դուք ճշտամական հարաբերություն ունեք Սամվել Շահրամանյանի հետ։ Այն խումբը, որը որ բողոքի ակցիա էր անում։ Ոչ, տվյալ խումբը ոչ թե թշնամական, մենք ունենք ընդհանուր մի գաղափար, կոնկրետ Արցախի ժողովրդի կողքը կայնել, չթողենք, որ մեր ժողովուրդը անտերության մատնվեն, չթողենք, որ մեր ժողովուրդը կանգնեն այն ամենի առաջ, ինչ որ մենք տենում էինք սրանից 5-10 օր առաջ, երբ որ արդեն գիտեինք, որ այս աջակցության ծրագրերը կտրվում են եւ այսինքն ժողովուրդը կայնում է շատ ծանր սոցիալական խնդրի դիմաց ու իրականում անհնար էր այդ ձևով, որ Արցախցին կարենար գոյատևեր Հայաստանի Հանրապետությունում։ Ձեզ համար հիմնավոր է հետեւյալ պատասխանը, որ օրինակ Սամվել Շահրամանյանը հանրահավաքներին, բողոքի ակցիաներին ներկա չի լինում, որպեսզի չքաղաքականացվի այն։ Գիտեք, որ վրանը, որ տեղադրվել էր օպերայի բակում եւ հանրահավաքը, որ իրականացվեց, բացառապես սոցիալական բնույթ էր կրում եւ կազմակերպիչները նշում են, որ այն չպետք է քաղաքականացվի։ Դուք եք այդպես կարծում, որ Հայաստանում արցախցիները իրավունք չունեն քաղաքական հարցեր բարձրաձայնել, պահանջատեր լինել։ Ես սենց եմ մտածում, որ ոչ թե մտածում, մենք այն գլխից ներկա էինք հավաքի հետ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջին նիստից մինչև երրորդ նիստը ներկա ենք եղել եւ մենք մեր միտքն ենք արտահայտել, կողմ ենք եղել երկու տարբերակի եւ այդ երկու տարբերակները, որ նկատել ենք, որ մեր այդ ներկայացրած տարբերակներով չգնաց այդ հավաքի կազմակերպումը այս մեկին մեկ, մենք այդտեղից արդեն չշարունակեցինք իրանց հետ։ Իսկ դուք ինչ էիք ակնկալում, ինչ պետք է լինի։ Մենք ակնկալում էինք, որ այդ հարցերը չքաղաքականացվի, կոնկրետ ներկայացվի, քաղաքականացվելու տեղը եթե պետք է լինի, դա արդեն այդ հարթակը չի, այսինքն ժողովուրդը դուք ինքներդ դեմ եք եղել, որ քաղաքական հարցեր բարձրաձայնեն։ Այո, որովհետև ժողովուրդը հելնում էին, որպեսզի իրանց սոցիալական խնդիրը ներկայացնեին, կոնկրետ ամսի 29-ի հավաքը, այդ էր, մենք անհատական հանդիպումներ ենք ունեցել ժողովրդի մի մեծ մասի հետ, որտեղ որ հենց հիմա ինչ արտահայտում, այդ նույնն էին արտահայտում բոլորը, որ մենք եկել ենք մեր սոցիալական խնդիրը բարձրաձայնելու ու ասենք մեծամասնությունը այդ գաղափարով էին ու չէինք ուզում, որ մեր ժողովրդի մեջ ասենք աճի այն գաղափարը, որ ինչ որ մեկը առիթից օգտվում է, այսինքն իրանց սոցիալական խնդիրը բերել ինչ որ քաղաքական ուժեր ուզում են, որ տվյալ խնդրից օգտվեն եւ իրանցից ինչ որ ուժ ցույց տան։ Այսինքն դուք դեմ եք եղել, որ Հայաստանի ընդդիմադիր թևը մասնակցի հանրահավաքին եւ հարթակից ելույթ ունենա։ Ոչ միայն ընդդիմադիր թևը, մենք դեմ ենք եղել, որ Արցախի իշխանական թևն էլ հարթակից ելույթ չունենա։ Այդ դեպքում ինչու եք պահանջում, որ Սամվել Շահրամանյանը մասնակցի հանրահավաքների եւ ներկա լինի ժողովրդի կազմակերպած հավաքներին։ Ես այդ տվյալ հանդիպման ես նշեցի, հիմա էլ պատասխանեմ, որ ոչ թե ինքը մասնակցությունը ինչի նկատի ունեք, այսինքն եթե ինքը գար ոնց որ մնացածը որպես ղեկավար չկա տես բան, ասինքն եթե ինքը որպես ղեկավար պետք է գանդե ներկայանա ոչ թե հարթակից ինքը խոսա, ասածս ինչն է, մենք չասեցինք արի ու այո անպայման։ Այդ դեպքում իր ներկայությունը ինչով է կարևոր։ Այդ դեպքում ժողովուրդն էլ կտենային, որ մեր նախագահան մեր հետ կայնած է եւ իրականում ունենք առաջնորդ։ Իսկ այնտեղ մենք գնացինք իրականում ոնց որ անգլոյ ձիավորների կարգավիճակով։ Լավ, ինչ որ բանից վախենում է Սամվել Շահրամանյանը։ Իմ կարծիքով այո։ Ինչից։ Դա արդեն քաղաքական հետապնդումներ, բռնաճնշումներ։
Այո, ինքը մեկնաբանեց, որ քաղաքական հետապնդումներ կարա լինի, ինքը մեկնաբանեց, որ բռնաճնշումներ կարա լինի, ինքը ասենք մեր մեջ կարծիք կա, որ իրանք ստե ընդհանուր, որ ուզում եք ճիշտ իմանաք, Արցախի էլիտան այսօր ստե զբաղվում է, ասենք, մեծ խոշոր գործերով, որը որ այդքանը անելու տեղը իրանք կարային, ասենք, գոնե ամենա ոչ թե սենց Ինչ են ասեմ, անում, բիզնես են անում։ այո, ոչ թե բիզնես են անում, խոսքը վերաբերում է շատ մեծածավալ գործերի, Ինչ գործ, 5 շինարարություն, միլիարդանոց տենդերների, 10 միլիարդանոց տենդերների, կառավարության հետ, 2-3 միլիարդանոց տենդերների, Հայաստանի իշխանությունների հետ։ թե իշխանության հետ է եւ թե ոչ իշխանական թևի հետ է, ոչ թե թևի հետ, այլ այսինքն ինքը Որոցես է, որը որ կարա մասնակցի այն մարդը, ովքեր որ կարա մասնակցեն այն մարդիկ, ովքեր որ իրականում ունեն այդ հնարավորությունը։ Իսկ հիմա մենք ապագայում անուն առ անուն որոշել ենք, որ անուն առ անուն ստե ով ինչով որ զբաղվում է, կբարձրաձայնենք այդ մասով, այսինքն եթե մենք հետապնդում ենք թալանը հետ վերադարձնելը, պետք է փնտրել այդտեղ թալանը։ Մենք այն գլխից այսքանը տեսանք, նոր այս ամենը մեր մեջ առաջացավ։ Այսինքն մենք տեսանք, որ իրականում թալանը եղել է։ Խի եմ սենց ասում, որովհետև ստե մենք ումը ինչ հարցով, այսօր Հայաստանի իշխանությանը դիմես, Հայաստանի ժողովուրդը կողքից, այսինքն մենք հանրահավաք արեցինք, չէ՞։ Իսկ ժողովուրդը կողքից արձագանքում է, ձեր թալանչիներից ուզեք, ձեր թալանչիներից ուզեք, ձեր թալանչիներից ուզեք։ Այսի մեր Հայաստանի Հանրապետության քույր եղբայրներն են սենց ասում, որը որ իրականում պետք չի մեզի տենց ասած, մենք մեղավոր չենք, որ մեզ թալանչի ենք ունեցել, այնպես չի որ ստե չկա թալանչի, այնպես չի որ ստե չի եղել թալանչի, այդ թալանչին ասենք ամեն տեղ էլ կա։ Այդ բառը ինչքան ասես, այդքան ասենք ինքը շահարկվող է։ Հիմա խնդիրը որն է, որտեղ որ գնում ենք, ժողովուրդը մեր աչքն է մտցնում։ Այսինքն ասում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պիտի աջակցի Արցախցուն, որ Արցախցին կարենա չէ ստեղապրի։ Իսկ դե արդեն նորից կողքից հարց է առաջանում, այսինքն հարց են տալիս։ Բայց դա սահմանադրական իր պարտականությունն է Հայաստանի Հանրապետության։ Դրա համար ես լիովին պահանջատեր եմ այդ մտքին։ Ես կայնած եմ։ Մի 5 հոգի ինչ են խոսում, դա էական չէ։ Ես կայնած եմ եղել Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի այն գաղափարի կողքը, որտեղ որ արտահայտում էր, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի մեր երաշխավորն է, թե որ թե սոցիալական եւ թե անվտանգային առումով, այսինքն հիմա սենց ասեմ, ուղղակի այդ տվյալ պահին, եթե կողքից լսում ես, որ քո հարազատները, քո բարեկամները, քո ոչ մեկին չենք տարբերում, ստե մենք սաղիդ բարեկամ ենք ընդունում, սաղիդ հարազատ ենք ընդունում, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն մեզ շատ ջերմ ընդունեցին, պահեցին, այսինքն խոսույթ կա բացասական, որ արցախցիների նկատմամբ ատելություն է կենարացվում։ Դուք այդ կարծիքին եք։ Ես որ ճիշտն ասեմ, ես ապրում եմ ապարանում, Արագածոտնի մարզի ապարանում եւ ժողովրդից ես իմ Ղարաբաղցիքի ասած տափա միջև երկին գոհ շնորհակալ։ Այսինքն այնտեղ շատ լավ են։ Շատ մի ուրիշ կարգի, ասենք ընդ մեր բոլոր քաղաքական ուժերից բռնցրած մինչև հասարակ ժողովուրդը մենք ոչ մեկս ընդ ոչ մի խնդիր ոչ տենում ենք ով ինչ խնդրով, ով ումը մոտիկանա ընդཐུպ մինչև մեր համայնքի ղեկավար կլինի, մարզպետ կլինի, խոշորացված համայնքի ղեկավար կլինի, մեզ շատ ջերմ ընդունել են ու այս պահի դրությամբ էլ այդ ջերմությունը շարունակվում է ու դաժե ասենք ես տենում եմ, որ ապարան քաղաքում ուզում են արցախցիների համար կառուցեն բնակելի էլիտար շենք, որ արցախցիները միասին մի շենքի մեջ բնակվեն։ Քաղաքապետի հետ կա շփում։ Որ ճիշտն ասեմ, տենց նորմալ հարաբերություն։ Այսինքն տեղական իշխանությունները լավ են վերաբերվում դրական։ Ընդհանուր արցախցիների ոչ թե անհատական ինձ, ես սաղի հետ ունեմ ընդամենը նորմալ հարաբերություն, նորմալ շփում, բայց ժողովրդին շատ ջերմ ու շատ մի ուրիշ կարգի լավ են ընդունել։ Սամվել Շահրամանյանը կազմակերպել էր 5 հոգանոց խմբի հանդիպում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, այդ 5 հոգանոց խմբի մեջ նաև դուք եք, ում հետ եք հանդիպել եւ ինչի մասին եք խոսել։ Սամվել Շահրամանյանը պայմանավորվել էր, որ այսօր առավոտ ժամի 10-ին հանդիպենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետին, մենք ճիշտ է դիմել էինք, որ հանդիպենք քննչական կոմիտեի նախագահի հետ, բայց մեզ պատասխանեց, որ եթե հանկարծ որևիցե պատասխանի բացակայության դեպքում որևիցե ձեր ակնկալիքը
չլինելու դեպքում քննչական կոմիտեի նախագահան նույնպես պատրաստակամա ձեզ տեղում այդ իսկ րոպեին ընդունի եւ ձեր հարցերը լսի ու պատասխաններ, բայց մեզով որ ընդունել է քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետ Նաիղը Գալստյանը, մեր շատ լավ դիմավորել է, մեր բոլոր հարցերը նորմալ մթնոլորտում քննարկել ենք եւ մեզ խոստացավ, որ ընդհանուր մենք փաթեթային ներկայացրեցինք, խոսքը վերաբերում էր Արցախի վերաբերյալ ինչքան ֆինանսականի հետ կապված ինչքան քրեական գործեր կա հարուցված եւ ինչ գումարների մասին է խոսքը Եվ ինչու տեղաշարժ չկա այդ քրեական եւ ինչու տեղաշարժ չկա, այո ճիշտ եք Եվ ինչ ասում պատասխանեց պատասխանները մենք ներկայացրեցինք 10 կետ, այդ 10 կետը ամենը իր մեջ ճիշտ է, սաղը պետք է դառնա քրեական վարույթի ենթակա գործեր, ուղղակի մեզ պատասխանեցին այս ձևով, որ փաթեթային մենք այդ 10 կետը ներկայացրեցինք, որպեսզի ասենք, էսի մի ժամվա, 2 ժամվա գործ չէ, էլի, այսինքն Հետո ձեզ օրերի պատասխանելու ընթացքում, ասեց խոստանում ենք ամենասեղմ ժամկետում օրերի ընթացքում ձեզ կտրամադրենք այն պատասխանների, ինչ որ այս պահին մենք ունենք, նաև խոստացան, որ առաջիկայում հետևողական կլինեն այդ ամեն ինչին, կոնկրետ թալանի մասին եւ մենք ավելի ստույգ բարձրաձայնեցի այն հարցը, որ խիտ չի մինչեւ հիմա մենք ունեինք 200 քանի զով, որ բենզինի պայթունի ժամանակ կորցրեցինք մեր քույր եղբայրներին, մեր հարազատներին, մեր ամենադաժան օրերից մեկն էր էդի, պատասխանեցին, որ այդ առումով կա քրեական վարույթ եւ պատասխանները մեզ կփոխանցեն մոտ օրերի ընթացքում, Դուք այսինքն ինչ եք ուզում 2-3 օր հասկանալ, հետո մեզ պայթյունը ինչու է տեղի կպատասխանեն։ ունեցել, թե քանի զոհ Այո, ունեք մենք տեղյակ ենք, որ մինչև հիմա այդ տվյալ, այսինքն մենք հարցում ենք արել, ես ինքս հարց եմ տվել մեր նախագահին, որ խիտ չկա որևիցե մեկը, որ պատժված լինի այդ հարցի շուրջ, որովհետև դա բերանով արտահայտելի չի, մենք այդ օրը ինչ ենք կորցրել, հասկանում եք, ու թե դա ասենք եղել է ինչ որ ամփոփության արդյունք, թե ինչ իմ համար էական չի, դա Արցախի իշխանությունը մեկնաբանում է այնպես, որ այդ տվյալ տարածքը պաշտպանության նախարարության վերահսկողության տակ էր, այստեղից մեկնաբանում են այնպես, որ դա կոնկրետ արդեն կցվել էր կառավարությանը կոնկրետ այդ տվյալ տարածքը։ Արցախի կառավարության։ Այո, կցվել էր կառավարությանը, հիմա այս ամեն ինչը բարձաբանելու նպատակով մենք որոշել ենք, որ այս հարցը Դուք բարձրաձայնենք։ ուզում եք տեսնել, որ ինչ որ մեկը պատժվել է, Մենք հա։ ուզում ենք հասկանալ, որ ոնց է, որ տվյալ տարածքը ենթարկվում է բանակին, այսօր մեր բանակի հրամանատարը ով որ եղել է, այդ Կամո Վարդանյան կոչեցյալը, ասենք, տվյալ պահին պաշտպանության նախարարի խորհրդական է։ Հասկանում եք, մեր համար, այո, մեր համար հարց առաջանում, ասենք, ինքը ընդ ինչ անում, եթե իր ենթակայության տակ գտնվող կառույցը այդ տվյալ պահեստում, իր ենթակայության տակ գտնվող պահեստում եղել է այդ պայթունը ու խոսում է թե կարալներ ամփոփության ամփոփը դառնում է ինքը, այլ ոչ թե տվյալ մարդիկ որոնց գնացել բենզին էին հայթայթում, որպեսզի իրանց Կամո Վարդանյանը մեկնաբանել է, որ ամփոփության հետևանք է եղել։ Ընդհանուր տես մեկնաբանություններ կա, ես անմիջապես Կամո Իսկ ինչպես է Վարդանյանից դարձել պաշտպանության նախարարի խորհրդական։ Ես չեմ կարող մեկնաբանեմ, տեղյակ չեմ։ Ես Պաշտոնը թույլ է ուղղակի տվել կոչումը։ լսել եմ, որ ինքը այս պահի դրությամբ պաշտպանության նախարարի խորհրդական է։ Եվ ինչ պահանջ ունեք դուք իրենից։ Ես իրանից ոչ թե իրանից ես ինչ պահանջ ունեմ, Արցախցի։ այլ մեր ժողովուրդը, ընդհանուր արցախցիները իրանից ունեն պահանջ, որ ինքը սրա պատասխանատուն ինքն է։ Այնքան իշխանությունը չի, ինչքան որ կոնկրետ անձամբ ինքը, որովհետև իր ենթակայության տակ է եղել այդ տվյալ պահեստը, ընդդեմ կար պահեստապետ, ընդդեմ կար պահեստապետի օգնական, ընդդեմ կար կարաուլ պտիլներ, ես ինքս ծառայած մարդ, ես գիտեմ տվյալ պահեստը ոնց են հսկում, ինչը որ բանակին է վերաբերում, ես գիտեմ այդ հսկողությունը ոնց է կատարում եւ հիմա ասենք մեկ բառով կարամ ասեմ, ասենք, դա իր ամփոփության արդյունքն է, ոչ թե ուրիշ որը, եթե ամփոփություն է եղել, դե գնացող են մեր զոհված աղբորը կամ քույրիկին որևիցե իր ամփոփության արդյունք չի։ Ինքը եթե իրանք ընդ պատասխանատու ձևով կայնացնեն, ընդ ոչ մեկ էլ չէ կարող ամփոփություն իրան թույլ տալ։ Ու մենք հաստատ չէինք ունենա այն արդյունքը, ինչ որ ունեցանք հիմա։ Բացի դրանից այլ ինչ հարցեր եք բարձրաձայնել քննչական կոմիտեում։ Քննչական կոմիտեում բարձրաձայնել ենք, որ կա գործեր հարուցված
Արցախում բանի վերաբերյալ ներդրումային հիմնադրամը չի ուզում շեշտել, ներդրումային հիմնադրամի մասը իտակ կա, իրանց մոտ կա դե գրիչ այդ համակարգերի ժոսկի դիսկերով բանով սաղ իրաց մոտ է, մեզ պատասխանեցին, որ այո կա, մեր մոտ է, իրանց հետ խոսալու ժամանակ բարձրաձայնեցինք թե ներդրումային հիմնադրամի, թե գյուղաճակցության հիմնադրամի, թե գյուղնախարարության, թե քաղաքաշինության, այսինքն բոլոր ոլորտներում այն ոլորտների մասին քննարկումներ կատարեցինք, որտեղ որ կարարը այդ թալանը կարարը տեղով անցներ, այսինքն այդ տվյալ թալանչին կարարը տեղից օգտվեր։ Դուք դա որպես վարկած եք ներկայացրել, թե ունեցել եք փաստեր։ Որոշ փաստեր ներկայացրել ենք, մենք իրանց փոխանցել ենք, ոչ թե մենք իրանց փոխանցել ենք, այսինքն կար մեր հետ եկած ընկերը իր մոտ ուներ ինչ-որ նյութեր, որը որ պետք է տրամադրել, մենք այս պահի դրությամբ պահում ենք, պետք եղած վաղտը տրամադրող կտրամադրի։ Պահանջում էի 26 Շահրամանյանից բացատրություն տալ, թե ինչու թալանի վերաբերյալ քրեական վարույթում տեղաշարժ չկա եւ բացահայտումներ չկա։ Քննչական կոմիտեում այդ հարցի պատասխանը ստացաք։ Քննչական կոմիտեից մեզ պատասխանեցին այս ձև, որ մի քանի օրվա ընթացքում ինչը որ դուք ներկայացել եք, օրերի ընթացքում փաթեթային նույն ձևի պատասխան կտանք ձեզ։ Պայմանավորվածություն կա երբեք հանդիպելու։ Պայմանավորվածությունը պատասխանը եղավ, որ մենք ձեր հետ կկապնվենք, թե որ Արցախի, թե չերեզ Արցախի ներկայացուցչություն, թե որևիցե ուրիշ տարբերակով մենք ասացինք պատրաստ ենք, որ ուղղակի դաժե խնդրեցինք, որ եթե պետքա կարանք մենք գնանք, մենք հետևողական ունենք, մենք էլ մեր մասով հետևողական ունենք այս ամեն ինչի, մենակ հնարավորության չափ արագացնենք, որովհետև մենք ընդ բարձրաձայնեցինք նաև այն հարցը, որ ինչ տարբերակ ունենք մենք այս ամեն ինչը, այս քրեական գործերի մասով, թալանի մասով այս ամեն ինչը արագացնելու, այս process-ը արագացնելու, որովհետև սրանք են տիպերն են, որ կարող է հիմա էլ ասենք Հայաստանի Հանրապետությունից իրանց էլացը հանեն, Հայաստանի Հանրապետությունից գնան։ Սամվել Շահրամանյանը մտնում է այդ մարդկանց մեջ։ Կոնկրետ Սամվել Շահրամանյանի մասով չեմ կարող ասեմ, շրջանառվում է նյութեր կապված իր հետ կապված մարդկանց հետ, այդ ամեն ինչի մասին նորից եմ ասում, մենք անուն առ անուն մոտ ապագայում մենք էլ երևի նույն ձև կպատասխանեմ, օրերի ընթացքում կանարադառնանք այդ ամեն ինչ։ Դուք զբաղվում եք ինչ-որ իմաստով զբաղվում եք քաղաքական գործունեությամբ։ Արդյոք առաջիկայում պատրաստվում եք հայտ ներկայացնել կամ մասնակցել 26 թվականի ընտրություններին։ Ես ինքս իմ տարիքը դաժե չի ներում, բայց չեմ էլ մտածել вообще այդ ուղղությամբ, ոչ, իրականում ոչ, ես այդ օրը հավաքի ժամանակ արտահայտվեցի իմ տեսլականը, որ մենք այս պահի դրությամբ պատասխանատու տենում ենք մենակ Սամվել Շահրամանյանին։ Այսինքն այս պահի դրությամբ մեզ պետք չի ինձ ֆիկցիվ որևիցե մեկը լինի։ Պետք է լինի այն մարդը, ում որ կարողանալու ենք, ասենք, խիա այս ինչ բանը եղել։ Վստահում եք Սամվել Շահրամանյանին։ Վստահելը էդի թողում ենք միան, այդ վստահությունը Սամվել Շահրամանյանի այդ շփումը տենց նոր է, այսինքն մենք այս պահի դրությամբ վստահություն ենք անով ունենք, որ ինչ հարցով որ դիմում ենք, այդ մարդը ընդառաջում է, կազմակերպում է, մի հատ կհասկանանք ապագայում վստահությունը այդ վաղտ արդեն թե մեր կողմից ինքը կտենա, թե իր կողմից մենք կտենանք։ Այս բոլորը հարցականի տակ է ու այս հարցականից շատ բան է կախված։ Թե մայիսի 21-ի ընտրությունն է կախված, թե ազգային ժողովի նախագահի ընտրությունն է կախված, որովհետև մեզ էլ մեր կարծիքը ունենք ու այսօր նես չի որ Արցախի Հանրապետության падգամավորները որ պետք է ընտրություն կազմակերպեն, եթե մենք մեր տեսականը չներկայացնենք, իրանք մեր տեսլականի հետ հաշվի չնստեն, նես չի որ իրենց համար հեշտ կլինի ընտրություն կազմակերպելը։ Եթե Արցախը փաստացի չկա, այնտեղ արցախցիներ չեն ապրում, ինչ ընտրության մասին է խոսքը։ Ինչ էական է, թե ով է լինելու Արցախի նախագահը, ազգային ժողովի նախագահը։ Էականը, սենց ասեմ, նոր շեշտեցի, ես տենում եմ Սամվել Շահրամանյանին։ Ձեր տեխնացուն Սամվել Շահրամանյանին։ Ոչ թե տեխնաց ինձ, ոչ մեկ։ Այսինքն կուզեք, որ նորից վերընտրվի։ Ոչ մեկ իմ համար այս պահի դրությամբ տեխնացու չի։ Իրանցից ոչ մեկ արժանի չի Արցախցու առաջնորդը լինելու։ Ոչ մեկ, ով ուզում է, ինչ ուզում է առաջադրել, ինչ ուզում է ասեն, որովհետև իրականում նայեք Բաբայան Սամոն ներկայացավ այն ձև, որ
փրկեմ, այսինքն ես իրան որպես փրկող տեսակ ես ուրիշ ձև էի պատկերացնում, բայց այդ փրկությունը չտեսա։ Ճիշտ է, ժողովուրդն էլ չկայնեցին այդ մարդուկով, ժողովուրդը կայնած էին սաղս էլ տենում էինք, որ ինչքան էլ բողոքում էին, բայց կայնած էին Արայիկ Հարությունյանի կողքը։ Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանը չլիներ, իսկ Արցախի նախագահը Արայիկ Հարությունյանը, Արցախում կլիներ այնինչ տեղի ունեցավ։ Չեմ կարող ասեմ, որովհետև դի արդեն գիտեք, գերտերության խնդիր եմ տենում, մեծ երկրների հարցն եմ տենում մեջտեղ, որովհետև մենք իրականում այն ինչը որ ապրեցինք, այն ինչը որ տեսանք, փաստացի գիտենք, մենք դրա մեջով անցել ենք, չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, որովհետև իրոքից անելանելի սիտուացիա էր դասավորվել, դա սաղս էինք տենում։ Այսինքն սկսած 2020 թվականից մենք առաջի անգամ ես որ եկա Հայաստանի Հանրապետություն եւ իմ բարեկամներին, ընտանիքից տեսա եւ հետ վերադարձա Արցախի Հանրապետություն, Քալբաջարով եկա եւ Շուշիով հետ գնացի։ Շուշիով հետ գնալու ժամանակ Քալբաջարով դե գալուց արդեն սաղից բարձ էր, որ մենք վերջի անգամ ենք տենում Դադիվանք, վերջի անգամ ենք տենում Քալբաջար։ Տենում ենք թե ոնց են պատրաստում, որ Մոնթեի ծննդյան օրը Քալբաջարի դարպասները փակեն։ Հիմա սենց ասեմ, իսկ Շուշիով հետ գնալու ժամանակ ես տեսա այն ինչ որ իմ համար ամենաանտանելին էր, առաջի ուդարս եղավ այդ։ Տեսա այն, որ ասենք Ադրբեջանի զորքը եկել կայնել է հենց ճանապարհի մեջտեղին, ճանապարհի կողքին, այս կողքը մի հատ պրաստոյ սետկա է, ժեշտ ասենց դրած, ու կողքը ինքն է կայնած, այս մի կողքն էլ ռուսն է կայնած։ Այսինքն ես տեսա մի բան, որ ինքը երբ ուզենա, որ վարքյան ուզենա, այս մի թևով փակա արդեն մեր ճանապարհը։ Ստեից էլ են ժիշտիկը դորա մի հատ։ Պրոստը կացով խփում ակցում ճանապարհը ու վերջ, всё։ Ու դա եղավ, ասենք, դա փաստացի մենք տեսանք։ Ու մինչև այդքանը տենալը մենք տեսանք, որ նաև մեր մեջ կային իրական դավաճաններ մեր մեջ կային, այսօր մենք քննչական կոմիտեում այդ հարցը բարձրաձայնեցինք եւ պատասխաններին ենք սպասում, ինչի մասին է խոսքը, խոսքը նրան է վերաբերում, որ մեզ 3 տարի ժամանակ ա եղել, 20 թվից մինչև 23 թիվ ժամանակ ա եղել, Լաչինի Միջանցքը այլընտրանքային ճանապարհը սարքելու առումով մենք տեսանք, որ Լաչինը հանձնելու ժամանակ այն ինչ որ բարձրաձայնեցինք այսօր, թե ոնց է, ասենք, այդ հազմանսախ process-ը կատարեց Վիտալի Բալասանյանը։ Ես իրան այս վերջում հանրահավաքի օրը ասենց դեմ դիմաց կայնած հարց տվեցի եւ նույնիսկ ասենք իր դուրը չեկավ իմ ասածս, բայց ես խոսացի փաստերով, որովհետեւ ես ինքս տեսա բոլորիդ էլ ծանոթ կլինի վիդեոներ էլ կար, որ ինքը չամադանը ձեռը Լաչինի մեջը թուրքերի հետ տեսա գնում, տենա գնում, այսինքն դրանից հետո տեղեկանում ենք, որ 2 հատ ընդհանուր գես, որը որ սարքված էր Լաչինում, ընդհանուր գեսը, ասենք, առանց որևիցե մի հատ ապամոնտաժման փոխանցում է ադրբեջանցիներին։ Այսինքն խնդիրը որն էր, որ դուք այդ գեսերը թողել եք ընդ ու ասենք որևիցե մի բան այդպես չեք անել։ Ինչ որ պայմանավորվածություն ունեին ադրբեջանցիների հետ, ինչ որ գումար են վերցրել, թե այդ հենց ինքը Արցախը հանձնելու process-ը սկսված էր եւ ամենը իր մասով իր փայը քերում էր։ Մենք հիմա այդ ենք ուզում հասկանանք։ Ինչ process է եղել։ Դուք կարծում եք, որ այն ոչ թե հանձնվել, այլ վաճառվել է։ Ես ինքս իմ համոզմամբ, եթե թողել են, եթե չի թողել են, ուրեմն դա տենց է։ Անվնաս Այո, անվնաս, որևիցե մի բան այդպես չեն ապամոնտաժել։ Խոսքը վերաբերում է Լաչինում սարքված 2 հատ գեսին, որը որ էլի ամենախոշորներից էր, ու գիտեք, խնդիր ունենք, շատ մեծ խնդիր ունենք։ Մենք այդ նույն Վիտալի Բալասանյանին, այն նույն Արկադի Ղուկասյանին, այն նույն Սամվել Բաբայանին, այն նույն Սամվել Կարապետյանին, բոլոր այն մեր գեներալներին, նախագահներին, մեր պաշտոնյաներին, ովքեր որ ես անունները տվեցի այն մարդկանց, ովքեր որ ունեն ոսկերարծիվ իշխանաշանի ասպետի ներկայացված մարդիկ են, այսինքն իրանք Արցախի հերոս են։ Կոչումով գեներալ, պաշտոնով մի ուրիշ պաշտոնի, բայց իրանք Արցախի հերոս են, այսինքն հիմա որ ասում եմ մեծ խնդիր ունենք, ես խնդիրը ինչի մեջ եմ տենում։ Փաստացի այդ տվյալ մարդկանց, համասում ենք
Արցախի հերոս, մեր հերոսներն են, մեր գեներալներն են, համ ինչ որ մի մասը մեր ժողովրդի ինչ որ մի մասն էլ ասում է թալանչի են, լավը չեն, վատն են, ոչ ոմ ավելի կոպիտ ձևերով են արտահայտում։ Մի հատ ուզում ենք ընդհանուրը հասկանանք, իրանք իրականում հերոս են, թե թալանչի են, լավն են, թե վատն են։ Էդ ենք ուզում հասկանանք։ Այս process-ը ամեն ինչ դասավորված է այդ ամենը հասկանալու համար։ Ես այն օրը Արցախի ներկայացուցչության դիմացից նախագահին էլ դիմեցի, որ այս ամեն ինչը ինչ որ կա, խնդրում ենք հրապարակայնացրեք, ժողովրդին հելեք պատասխան տվեք, քանի այս ամեն ինչը ավելի չի հնացել ժողովուրդ։ Պետք է մի հատ ընդհանուր կարծիք լինի, որ այդ մարդիկ या լավն են, या էլ վատն են, ասենք։ Պետք է հասկանանք այդ ամեն ինչ։ Նորից եմ ասում, մարդուն անվանես Արցախի հերոս, բայց հետո իրան անվանես թալանչի, այդ արդեն իրար հետ լրիվ հակասող երևույթներ է։ Պետք է մի հատ էդի հասկանանք։ Իսկ դուք հասկացել եք։ Ես իմ մասով հասկացած եմ, այո։ Թալանչի են թե հերոս։ Շեշտեցի, որ մոտ ապագայում անուն առ անուն դուք կտենաք այդ հերոսներից ովքեր են թալանչիների դասին պատկանում։ Փողոցային շարժում, պայքար սպասվում է։ Մեր կողմից որ ոչ, կապված Արցախի նախագահի ընտրության հետ, թե ոնց մենք կքննարկենք այս հարցերը անձամբ Սամվել Շահրամանյանի հետ եւ մեր ազգային ժողովի падգամավորների հետ, նո մեր կարծիքը արդեն դա սպարս կլինի, բայց այն ինչը որ ես արտահայտեցի Արցախի ներկայացուցչության դիմացից, որ ասեցի, եթե հանկարծ մեր խոսքը հաշվի չառակ, ես այդ օրը ուղղակի կտենակին ինչ որ չեք պատկերացնում, որ կարող է տենակ։ Ու հիմա էլ ասենք այս առիթից օգտվելով խորհուրդ եմ տալիս, պետք է ընդամենը արցախցիներին չարհամարած։ Մի հատ արցախցիների հետ հաշվի նստած, ժողովրդին բացատրած ինչ process է եւ ինչ պետք է արվի, որ եւ այս ամենը ինչի համար է արվում։ Հասկանում եք, որևիցե մեկը չպետք է արհամարվի, որևիցե արցախցի այս process-ից չպետք է արհամարվի, որովհետեւ մենք ինքներս այն ազգն ենք, այն մասսան ենք, որ միշտ խառնվել ենք այդ ընտրություններին, միշտ պայքարող ենք եղել, մեր այդ պայքարող տեսակը, ասենք իրականում կա, պետք չի էդի կորցրած։ Եթե այսօր իրանք առանց Արցախցու կարծիքը հաշվի առնել, գնան ընտրության եւ հետո քննադատում են այսօր ասում են իշխանությունը ասում ասենց ասում անենց, այսինքն ասում է Արցախցին պայքարող չի եղել, էս չի եղել, այն չի եղել։ Այսինքն դուք ուզում եք ցույց տալ, որ պայքարող ոչ կներեք, դուք ինքներդ մեզ հանում եք պայքարող տեսակի։ Սպիսկից եք անում դար։ Ինչպես եք պատկերացնում ձեր արցախցիների մասնակցությունը ազգային ժողովի նախագահի ընտրությանը եւ նախագահի ընտրությանը։ Ես սրանից մի ամիս ու կես առաջ ներկայացել եմ տարբերակը եւ ասել եմ, որ Արցախի ազգային ժողովը հարցերս ուղղելով ասում գործող, ասում է այո, ասում ներկայացուցությունը գործում է, այո։ Արցախի ազգային ժողովի падգամավորները գոնե մարզերով մի հատ այց կատարեին եւ տեղում իրանց համար པարզ կլներ ընդհանուր կարծիքը ու արցախցին էլ արհամարված չէր լինի ավտոմատ։ Առաջարկա այո, իշխանությունները պրոստը, ասենք, այս պայե դուրությամբ մտած Նաիրի Զարյան 17 հասցեում շենքի մեջ, ասինքն փակ հանդիպումներ, հարցեր, հիմա թե ասենք էդի ուր կտանի, կտենանք ապագայում, բայց նորից եմ ասում պիտի Արցախցու կարծիքը հաշվի առնի, որովհետև Արցախցու համար են առաջնորդ ընտրում։ Չեմ էլ ուզում նախագահ անվանեմ, որովհետև մեր պետությունը այս պահի դուրսությամբ չկա։ Շնորհակալություն։ Մեր հյուրը Նահապետ Սարգսյանն է, շնորհակալ եմ։